Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, քննարկում ենք տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Այժմ ցանկանում եմ խոսել բազմաչարչար հնայից, որով այդքան հպարտանում է գործող իշխանությունը։ Հայաստանի Հանրապետությունում հնա աճը 2025 թվականին կազմել է 7.2%։ Առաջին հայացքից, այո, տպավորիչ ցուցանիշ է, բայց երբ խորանում ենք կառուցվածքի մեջ, հարց է առաջանում, արդյոք մենք իսկապես ունենք տնտեսական կայուն զարգացում, թե պարզապես արձանագրում ենք արտաքին գործոններով պայմանավորված ժամանակավոր աճ։ Եվ այստեղ արտաքին հիմնական գործոնը միակն է՝ ռուս-ուկրաինական պատերազմը եւ դրա հետևանքով Հայաստանի տնտեսություն ուղղված ֆինանսական եւ տնտեսական ներհոսքը։ Եկեք նայենք հնայի աճի կառուցվածքին 2025 թվականին եւ կտեսնենք, որ գյուղատնտեսությունը աճել է 5.3%-ով, մշակող արդյունաբերությունը ընդամենը 2%-ով, մինչդեռ շինարարությանը բաժին է հասել 21%։ Ավելին, արդյունաբերության արձանագրած աճի որակի վերաբերյալ նույնպես լուրջ հարցեր կան։ Եթե 2025 թվականի 4-րդ երամսյակում թանկարժեք մետաղների ռեէքսպորտի աճը չլիներ, ապա արդյունաբերության ոլորտում աճի փոխարեն կարձանագրենք անկում։ Այս թվերը շատ կարևոր բան են ասում։ Մենք ունենք ոչ թե այնպիսի տնտեսական աճ, որի հիմքում արտադրողականության, արդյունաբերության, արտահանման, գյուղատնտեսության երկարաժամկետ զարգացումն է, այլ աճ, որի զգալի մասը կենտրոնացված է շինարարության, ներքին պահանջարկի եւ արտաքին ֆինանսական հոսքերի վրա։ Եվ եթե այս աճն իսկապես այդքան լայնատարած ու ներառական է, ապա բնական հարց է առաջանում. ինչու այդ դեպքում Հայաստանում աղքատության մակարդակը շարունակում մնալ 20%-ից բարձր։ Ավելին, 2019-ից 25 թվականներին Հայաստանի ամբողջ տնտեսության իրական հնան աճել է 46.3%-ով։ Բայց այդ աճի բաշխվածությունը նույնպես շատ հետաքրքիր է։ Մարզերին օրինակ բաժին է հասել դրա ընդամենը 33%-ը, մինչդեռ Երևանին 67%-ը։ Այսինքն մենք ոչ միայն ունենք կառուցվածքի խնդիր, այլև դրա տարածքային բաշխվածության խնդիր։ Տնտեսական աճի հիմնական մասը կենտրոնանում է Երևանում։ Դուք շատ եք սիրում ձեզ վերագրել Հայաստանի հնայի վերջին տարիների աճը։ Բայց մոռանում եք նշել, որ նմանատիպ կարճաժամկետ արտաքին գործոններով պայմանավորված տնտեսական աճ մենք ունեցել ենք նաև նախկինում, մինչև 2008 թվականը, եւ մենք բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ 2008-ին եւ որքան ժամանակ պահանջվեց դրա հետևանքները չեզոքացնելու համար։ Այսօր մեր տնտեսական մոդելը մեծ հաշվով մոտավորապես հետևյալ տեսքն ունի։ Ռուսաստանից Հայաստան գալիս են մեծ ֆինանսական ներհոսքեր, դրանք մի կողմից բերում են դրամի արժևորում, ինչը խթանում է ներմուծումը եւ միաժամանակ նվազեցնում է տեղական արտադրողների մրցունակությունը։ Մյուս կողմից դրամի արժևորումը ունեցել է նաեւ մեկ այլ էֆեկտ. բարելավվել է պարտ-քնա հարաբերակցությունը։ Եթե դրամ-դոլար փոխարժեքը պահպանվեր մոտավորապես 480 դրամի մակարդակում, ապա պարտ-հնա հարաբերակցությունը լավագույն դեպքում կլիներ մոտավորապես նույն մակարդակում, որը մենք ունեինք 2018-ին։ Այսինքն այստեղ եւս մենք ունենք ոչ միայն տնտեսական քաղաքականության, այլ փոխարժեքի էֆեկտ։ Մյուս կողմից այս ֆինանսական ներհոսքերի մի մասը կուտակվելով Հայաստանի ներսում վերածվել է ներքին ներդրումների, բայց հարցն այն է, թե որտեղ են ուղղվում այդ ներդրումները։ Մենք չենք տեսնում համարժեք ներդրում գյուղատնտեսության, արդյունաբերության, արտահանելի ծառայությունների այնպիսի ոլորտներում, որոնք կարող են երկարաժամկետ եւ կայուն տնտեսական աճ ապահովել։ Փոխարենը ներդրումների զգալի մասը գնում է շինարարության ոլորտ։
Շինարարություն ինքնին իհարկե խնդիր չէ, խնդիրն այն է, երբ տնտեսության աճի շարժիչը դառնում է մի ոլորտ, որի վրա մեծ ազդեցություն ունեն արտաքին, ժամանակավոր եւ պոտենցիալ անկայուն ֆինանսական հոսքերը։ Միաժամանակ Հայաստանը արտաքին ներդրումների տեսանկյունից շարունակում է մնալ ոչ այնքան գրավիչ։ Եվ այստեղ ուզում եմ արձանագրել մի կարևոր ցուցանիշ։ Համաձայն պետական վիճակագրության, ոչ այն թվերի, որոնք մի քանի ամիս առաջ հրապարակել էր պարոն Գևորգ Պապոյանը, այլ պաշտոնական վիճակագրական տվյալների 2025 թվականին դեպի Հայաստան նոր օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է ընդամենը $91 միլիոն, վերաներդրումները չհաշված իհարկե։ Այսինքն, մենք մի կողմից խոսում ենք տնտեսական բարձր աճի եւ բարձր տնտեսական ակտիվության մասին, իսկ մյուս կողմից չենք կարողանում ապահովել այնպիսի արտաքին ներդրումային միջավայր, որ Հայաստանի տնտեսությանը կապահովի երկարաժամկետ կապիտալ, տեխնոլոգիաներ, արտադրողականություն եւ նոր շուկաներ։ Ոստի իմ հարցը ձեզ, պարոն Թունյան, խնդրում եմ ձեր ամփոփիչ ելույթում անդրադառնալ։ Ինչ եք արել մինչև այս պահը, որպեսզի Հայաստանի տնտեսությունը դուրս բերեք Ռուսաստանից Հայաստան ներհոսած դրամական հոսքերի նկատմամբ այս կախվածությունից։ Ինչ կոնկրետ քաղաքականություն եք իրականացրել, որպեսզի այս ժամանակավոր ֆինանսական ներհոսքերը վերածվեն երկարաժամկետ արտահանման ու արտադրողականության վրա հիմնված տնտեսական աճի։ Որոնք են այն ոլորտները, որտեղ Հայաստանն այսօր ստեղծում է այնպիսի արտադրական եւ արտահանման ներուժ, որը կպահպանվի նաեւ այն դեպքում, երբ Ռուսաստանից եկող ֆինանսական ներհոսքները կտրուկ նվազեն։ Եվ ամենակարևորը, ինչու է տնտեսական աճի պայմաններում աղքատությունը շարունակում մնալ 20%-ից բարձր, իսկ ստեղծված տնտեսական աճի 67%-ը կենտրոնացված է Երևանում։ Որովհետև տնտեսական աճի 7.2%-ը ինքնին նպատակ չէ։ Իրական հարցն այն է, ինչ է տեղի ունենալու Հայաստանի տնտեսության հետ այն օրը, երբ արտաքին գործոնը վերանա։ Եվ եթե այս հարցի պատասխանը չունենք, ապա մենք տնտեսություն չենք զարգացնում։ Մենք պարզապես օգտագործում ենք ստեղծված արտաքին բարենպաստ իրավիճակը եւ հետաձգում ենք այն պահը, երբ ստիպված ենք լինելու պատասխանել շատ ավելի ծանր հարցի. ինչի վրա է իրականում կանգնած Հայաստանի տնտեսությունը։ Շնորհակալ եմ։ Վոլոդյա Հակոբյան